Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Պոզոյանը, բարև ձեզ Երվանդ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, երեք արդեն այսօր լուսաբացին որոշում կայացվեց Վարդան Ղուկասյանի հետ կապված, դրա մասին խոսենք, բայց ես խոստացել եմ մեր սիրելի հայրենակիցներին ամեն օր հիշեցնել, որտեվ կարող է հանկարծ ինչ-որ բան մոռանան, մեր հաշվին հռոմ մեկնած օկուպացած երկրի ղեկավար Նիկոլը հեծանիվ է քշում ու քաղաքը վայելում տեսանյութը կարող եք դիտել թուրքական կայքերում, այդ տեսանյութը կա, բայց հիշեցման կարգով ես ձեզ խոստացել եմ ամեն օր հիշեցնել, ինչ է հանձնել 12 քաղաք, 274 գյուղ, 11450 բնակարան, 13550 տուն, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հեկ, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, այս նորորոքած վերջին դրա մասին է խոսքերը, 11 հիվանդանոց, խնդրում եմ ուշադրություն, 385 եկեղեցի, 60 վանք, 3 միլիարդի զենք, ընդհանուր 100 միլիարդի, 3 միլիարդ չի, Ալիևն ասում էր 6 միլիարդի զենք, Նիկոլը անտուն է թողել 150 հազար հայ, որոնցից 40 հազարը երեխաներ են։ Սա այսպես և գանք բուն գործին, բուն նյութին, երեք տեսակ թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում, կալանավ, մենք ուղիղ եթերում ենք, ինձ մի խանգարեք, դա այդտեղ փակեք ու նստեք։ Տեսանք ինչ տեղի ունեցավ Գյումրիում, որոշում կայացվեց 2 ամսով կալանավորել Վարդան Ղուկասյանին, նույն ձեռագրով, ճիշտն ասած, ես չգիտեմ արդեն այնքան եմ ասել, որ հոգնել եմ, որ ինձ համար այնուամենայնիվ մինչև հիմա էլ ընկալելի չեն 2018 թվականին այն մարդիկ, դե կլինեն իմ ընկերները, իմ հարազատները, իմ բարեկամները, ես ներքին ընդվզում ունեմ իրենց բոլորի հետ և հարաբերվելն ինձ համար կոնկրետ շատ բարդ է, շատ դժվար է մի պարզ պատճառով։ 2018 թվականին այս փողոցից եկած այս խումբը, որ եկավ իշխանության, առաջին պլան եկան դագաղներ, տգեղ հայախառը անճոռնի տեսքով բառապաշարով խոսույթ, վիրավորանքներ, զրպարտանքներ, մեղադրանքներ և բղավոցներ, որի տակ սա էր ծեփել, փռել, ստորացնել, ինքնին մի գարշելի երևույթ էր այս ողջ պատկերը ծայրից ծայր և դրանք ոչ միայն խոսքեր էին փաստորեն, ի սկզբանե մենք տեսանք, որ խոսքեր չեն, դագաղները իսկապես տարան տնետուն և մենք տեսանք, որ շատ արագ ընդամենը 1-2 շաբաթից այդ փողոցում ծեփելու, ասֆալտին կծեփեմ, կստորացնեմ և այդ ստորացման այդ տեսարանները առհասարակ քաղաքակիրթ աշխարհում անգամ մարդասպանին, որ կալանավորում են, ձեռքին շղթա են դնում և մարդուն տանում են, չէ, բայց ինքը դրանից ես հասկացա, որ այս անձը, այդ թիմը, սրանք լուրջ, հիվանդ, խնդիր ունեցող մարդիկ են, այսինքն մարդը, եթե հաճույք է ստանում ուրիշին ստորացնելուց, նվաստացնելուց, ինքը չկայացած ողորմելի, եղկելի անձնավորություն է, և դրա համար եմ ասում, նրանք, ովքեր որ 18 թվականին գնացել են նրա հետևից, ով ուզում է լինի, ինձ համար, ես չգիտեմ, պարոն Պոզոյանը շատ ավելի լայնախոհ է, ըմբռնումով է մոտենում, ես էլ ինչ-որ փուլում սկսեցի, բայց եթե դուք գնացել եք այդ գարշելի տեսարանների այդ ամեն ինչի հետևից, ես ներողություն եմ խնդրում, բայց ձեր ներսում ինչ-որ կեղտոտ ինչ-որ մի բան կար, որ դուք էլ բավարարվում էիք դրանից, որ մարդկանց ստորացնում են, մարդկանց նվաստացնում են, ընդ որում պատվարժան մարդկանց, ընդ որում ճանապարհ անցած մարդկանց, իրենք հենց հատուկ այդպես ընտրած, ընդ որում հերոս մարդկանց, ընդ որում բարձրաստիճան զինվորական մարդկանց, իհարկե իրենք ուրիշ խնդիր էին լուծում, կարող էին այդ խնդիրը նաև այլ կերպ լուծել, բայց հասկանալի որ կեղտ գարշանք կա իրենց ներսում, որ դրանք հագորտ են տալիս իրենց կեղտոտ ցանկություններին, մղումներին և ստորացնում են և ներողություն դուք էլ որ գնացիք իրենց հետևից, դուք էլ նաև այդպիսին եք այդ ամեն ինչը ձեր ներսում կա
Թեպետ ես ասում եմ շատերն ասում են պետք էր հասկանալ, խապված էին բան, բայց եթե 21 թվականից հետո դուք շարունակում եք իրեն ընտրել, այստեղ մի հատ շատ այս օրինակը մի անգամ եմ ասել, Պլիսեցկայան ձեր հաղորդման ժամանակ եմ կարծեմ ասել, որ Պլիսեցկայան ասում է, ես մի կարևոր բան եմ հասկացել իմ կյանքում, դե Պլիսեցկայան է, ոչ ավել, ոչ պակաս, ընդ որում շատ մուդրի խելոքի, ոչ միայն տաղանդավոր Վալերինա, այլև շատ խելացի կին, դե տաղանդը այդպես է զուգորդվում է խելքի հետ եւ ասում էր ես մի շատ կարևոր բան եմ հասկացել 70 քանի տարեկանում, բոլորը զարմացած լսում են, ինչ ասում են, գիտեք, մարդիկ լինում են լավ մարդիկ, տեսեք ինչ պարզ բան է, ասում եմ, այդ մտածում ես, այդտեղ շատ բան կա։ Մարդիկ լինում են լավ մարդիկ եւ վատ մարդիկ։ Դենց ուրիշ բացատրություններ չկա ու մի մտեք։ Ես այն կարծիքին եմ, որ նրանք ովքեր որ գնում են այս դավաճանների, այս ազգակործանների, այս պիղծ մարդկանց հետևից բացատրություն չկա, ուղղակի իրանք վատ մարդիկ են, ստոր, տականք, սրիկա, որովհետև իրենք ապրումակցում չունեն, իրենց մեջ կարեկցանք չկա, իրենց մեջ հումանիզմ չկա, իրենց մեջ հայրենիք չկա, այսքան զոհեր, երկրի կորուստ, տնավեր մարդիկ եւ այս ամենից հետո եթե մարդը կարող է իրենց հետևից գնալ, մի պարզ բան, դուք վատ, ստոր, սրիկա մարդիկ եք, ուրիշ բացատրություն չկա, ընդ որում դու ոչ միայն ես հարցում եք այդպեսին, դուք ձեր ընտանիքի անդամների հետ էլ, բոլոր տեղերում եք դուք այդ կատեգորիայի մարդ, ուրիշ բացատրություն չկա, չասեք, միամիտ է, հարիվ է, ապուշ է, խավ չկա այդպիսի բան, գնացեք ցանկացած իր հետևից գնացող մարդու կամ ինքը գեր սուպեր շահ ունի, բայց մեկ է վատ մարդ է, սրիկա է, կամ ուղղակի ինքը բառից բուն իմաստով այդպիսի իստորիա սրիկա մարդ է եւ գնում է։ Ես ինչ որ ընդարձակ բան ստացվեց, ուղղակի ամեն անգամ որ հիշեցնում եմ ինչ է տվել, ինչ որ բան ուզում եմ փոխանցել։ Մարդ, որ ընտրված քաղաքապետ է, ինչերի միջով կարողացավ մի ամբողջ պետական ապարատ աշխատում էր Գյումրու քաղաքապետի դեմ, ճիշտ է։ Ի պատիվ մեր ընդդիմադիր ուժերի կարողացան շատ արժանավայել իրենց պահել եւ ընտրության հենց արդյունքները պարզ դարձավ, Անդրանիկը հայտարարեց, չէ՞, մի անգամից եւ Ռուբենը մի անգամից հայտարարեց, անմիջապես այնտեղ իհարկե ինչ էր անունը Մարտուն Գրիգորյանը ինչ որ քանի օր բաների մեջ էր, Մարտուն Գրիգորյան դուք թե դու, չգիտեմ ոնց ես դիմեմ, գրառում էի կարե բա տեսակ ես ինչ ասեցի, իբր թե ուզում էիր ասել, այս մարդը, ասենք Վարդան Ղուկասյանը խոցելի է կոռուպցիոն, չգիտեմ ինչ որ հին պատմություններ, չգիտեմ, տղա ջան, դու ես ինչ աբիժնիկ ես։ Դու ես ինչ մեղք ես։ Ես ինչ խեղճ ու կրակ ես դու, ինչ ողորմելի ես։ Ուրեմն այս վիճակում Վարդան Ղուկասյանին այդպես ստորացնելով, գողանալով, չգիտեմ, նվաստացնելով, այս ճանապարհով տանում են, որոշում են կալանավորել, խելք ես, հա, բան ցույց ես տալ, որ դու տենց խելոք ես հասկանում ես, ուրեմն լսի, պետական ապարատը եթե որոշի, հա, վաղը, օրինակ Նիկոլը կորոշի, որ քո տակ կա հնդուհավի ձու։ Գիտես չէ, ասենք առավոտը կարող է դու զարթես, ասեն Մարտուն Գրիգորյանի ածումա հնդուհավի ձու, դու հնդուհավ ես։ Կամ դու հնդուհավի գող ես։ Եթե պետական ապարատը որոշում է, դա տարածի ասի։ Եվ այդ աբիժնիկությունը պահի քեզ, խելքդ էլ հետը, զու սպասի համբերի տես ինչ է լինում։ Եվ այս պահին ցանկացած նորմալ մարդ պիտի ինչ անի, լինի Վարդան Ղուկասյանի կողքը։ Այդպես է, թե այդպես չի։ Ցանկացած մարդ առաջինը պիտի նախ դատապարտի, այն ինչ որ տեղի ունեցել, որ ընտրված քաղաքապետին գյումրեցիների կողմից եւ ի պատիվ գյումրեցին, դու գիտեք որ ասում բոլոր դուրս էին գալիս արդեն, գիտեք ինչ է, առևանգել են մարդկանց բոլորին սկսել են ձերբակալել, կին, երեխա մեծ, պատանի սկսել են ձերբակալել ճանապարհներից, վախացնել, բանանել, որ հանկարծ չգան։ Այդ ամենով հանդերձ գյումրեցիները դուրս էին եկել, իրենց ձայնը պաշտպանում էին, գիտեք ինչի, որովհետեւ ընտրված մարդը գյուղած իր քաղաքի, իր համայնքի ժողովրդի կողքն է եւ երկրորդ, դու գիտեք որ մի քանի օրից դու դատարան մտներ, Բագրատյանը երեք ասեց Այդ թղթերով մտնում էր դատի տալու Նիկոլին գողացած գյումրեցիներից գողացած փողերի համար բյուջեի փողը որ չի տալի այսինքն էլի գյումրեցիների համար ինչ արեց կանխեց Նիկոլը որ չգնա դատի տա բացայտ իր գողությունը ինչի փողերը չի տալիս գյումրեցիների դրա համար կանխեց եւ տարավ Վարդան Ղուկասյանին սա է տեղի ունեցել Այս մարդը ժողովրդական մարդ է, այս մարդը ընտրված մարդ է, սրանք ամեն օր թքում են մեր վրա եւ ամեն անգամ այսպես թքելով Սիրելիներս ձեզ հուշում են, քանի որ բան է, էլի կյանքը այդպես է, անդադ արթնացման բաներ է բերում, որ հիմարաբար դուք սպասում եք, որ արևմուտքը պիտի գա ձեզ փրկի,
որ հիմարաբար սպասում եք, որ պիտի Թրամփը իրեն բանի համապատասխան տեղի օգտագործած խաղաղության թղթով իբր թե պիտի գա ձեզ փրկի, այսպիսի բաները գալիս են հուշելու, առավոտյան ասում է չի քնե, գիտեք, չէ, ներքնաշորով դուրս է եկել Միացյալ Նահանգների դեսպանը բղավում է, «Էս ինչ եք անում, մարդու իրավունք», գիտեք դրա մասին, չէ։ Իսկ դուք պատկերացնում եք, որ մի աղանդավորական ուժի հանկարծ մեկը համարձակվի Հայաստանում գնա դուռը ուժեղ խփի ինչ կանի, օրինակ դեսպանը ինչ կանի, առանց վստահեցնում եմ, կարող է գուցե վախենալու տեսարան լինի, բայց առանց ներքնաշորի դուրս կգա եւ կբղավի, ես ինչ եք անում, ել չեմ ասում Մեծ Բրիտանիա, Եվրոմիության ձայն կա, տարել են ընտրված մարդու ձայն չկա, ձայն կա, հարձակվել են եկեղեցու վրա բանը 50 քնիչով ամեն մեկը գզում է ու ահա բեկում ու խոշտանգում է բան քահանաներին, ձերբակալում են քահանաներին, 3 սրբազան հիմա փակված է ձայն կա, իհարկե ձայն չկա։ Մենք ապրում ենք այսպիսի ժամանակներում եւ պայմաններում, խնդրեմ։ Դուք շատ լայն խնդիրներ ներկայացրեք, սկսենք երևի Վարդան Ղուկասյանի այն ինչ որ կատարվում է հիմա Գյումրիում, իսկապես դա ասել որ խայտարակություն է, դա շարքային ձևակերպում է, որովհետեւ Բարձր պարոն Ոզյան, միայն ձեր ձայնից է շատ բողոքում, հա։ Ընտրված քաղաքապետի դեմ փաստացի գնում է հակաօրինական գործընթաց։ Ֆորմալ իմաստով ասում են ինչ որ կաշառքի գործ կար, բան կար, բայց իրենց իսկ կպական բոլոր քաղաքապետերն են ամբողջովին թաթախված են կաշառքի մեջ։ Ես օրինակ կարող եմ բերեմ, ասենք այս վերջերս այդ Էջմիածնի քաղաքապետի մասին էին խոսում, որ հսկայական շահերի բաներ եղել, իրենք ստիպված արդեն պահանջ ստիպեցին, որ ինքը հրաժարական տա, բայց եթե նկատել եք հանգիստ հանդարտ վիճակում, շատ պարզ էր, որ ըստ էության այն ինչ որ կատարվեց Վարդան Ղուկասյանի նկատմամբ, եթե Վարդան Ղուկասյանի տեղը լիներ Կիրակոս Պողոսյանը նույն ընդդիմությունից, նույն բանը անում էր։ Ծիծաղելի է, ինչ ես խոսում, մարդուս չեք խոսում։ Ես այստեղ միանգամից հիշեցի մի հին ասացված կար ցարական Ռուսաստանի ժամանակ, ուրեմն հրեական ասացված կար հրյան գնում է անդուտ նման բան է, էլի, գնում է անձնագիր է ստանում, ասում է, որ գրած է անձնագրի մեջ, որ ինքը ռուս է, եւ ինքը հպարտանում է, որ քանի որ ինքը անձնագրով ռուս է, իրեն արդեն բաները ոստիկանները կամ ազգայնականները չեն ծեծելու իրեն, եւ գնում է հպարտանում է հրեական շրջապատի մեջ, ասում է, տեսեք, ես արդեն ստացել եմ ռուսի անձնագիր եւ փրկվել եմ։ Իրեն հեգնանքով ծիծաղով ասում են, գիտեք ինչ, ասում են, ծեծում են ոչ թե անձնագրով, բայց ծեծում են մռութը տեսնելով։ Այսինքն կարող է քո մռութը հրեական է, ավտոմատ կապ չի դու քո անձնագրում ռուս ես, անգլիացի ես, թե ֆրանսիացի ես, միևնույն է։ Այսինքն սպանում են, ձերբակալում են զուտ նրա համար, որ դու ընդդիմություն ես։ Օրինակ մեր գործընկերը քիչ առաջ գրել է, ասում է, որ կարելի է չէ շնորհավորել Վարդան Ղուկասյանին եւ նրա ընտանիքին կալանավորման կապակցությամբ, քանի որ նա կարող էր նույն օրը ընտրված մեկ այլ ընդդիմադիր համայնքապետի նման պարզապես գնդակահարվել եւ վերջ։ Վահե Սարգսյանի խոսքերն են մեջբերում։ Կարող էր, չէ։ Այն ինչ որ կատարվեց Վարդան Ղուկասյանի նկատմամբ, արդեն խորացրեց այն կասկածը, թե ինչ էր կանգնած Վալոդիա Գրիգորյանի սպանության հետևում։ Այսինքն կարելի ասել, որ ըստ էության այս իշխանությունը ինչ որ հիմա կատարում է, արդեն իրեն բացահայտում է, վառում է կոպիտ ասած, որ ինքը գալիք համապետական ընտրությունների շեմին խորը վախի մեջ է, շատ խորը վախի մեջ է, ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ մեծ հարված եղավ Գյումրիում եւ Փարաքյանում։ Ես հիմա ուզեմ այդ մի քանի դետալ բացեմ, եթե Միջև այդ ես մի բանի հետ կամաց համաձայնում եմ, որտեղ մենք շատ հաճախ պարոն Բոզյանի հետ վիճում ենք այդ ցուցադրեք։ Իսկապես ես մի առիթով ասել եմ, որ երբ որ հայլու առաջ հաղորդաշարն էի անում կենտրոն հեռուստաընկերությամբ, մի օր խոստովանեցի, ասեցի, ես ինչ խելոք է մեր հեռուստադիտողը։ Գիտեք, չէ, ինձ մոտենում էին եւ այնպիսի դիտողություններ էին անում, սովորական մարդիկ։ Ասում են, իսկ թվում է թե այդ մենակ ես հասկացա ինչ տեղի ունեցավ կամ ինչ։ Հիմա դուք որ շատ հաճախ ասում եք, մեր ժողովուրդը մեղավոր չի, մեր ժողովուրդը իմաստուն եւ խելոք ինչեր է հասկանում։ Գերեք ես լսում եմ սովորական հայ կանայք քաղաքացիներ Գյումրիում ոնց են մեկնաբանում ինչի մեջ են եւ ինչ է տեղի ունենում։ Ես մենք միասին կլսենք, այո։ Այո։ Հա, տեսեք։ Ոստիկանները լծված են, տեսեք յոն։ Մեսեք, բարձացում եք։ Ճիշտ ասում, մի քաղաքապետի համար 40 դիվիզիա, տեսեք ինչ ճիշտ անում։ Ասում։
խոսում է։ Ճիշտ է ասում։ Ու 50,000 պարգևատրման։ Մյուս գնաչ խոսն է դրեք, գնահատական չէ քաղաքացու, այսպես միջև էր գնահատումը եւ մյուսն էլ շատ կարճ։ Ես ուզում որ տեսնեք, էլի ժողովրդի տեսեք, սովորական կին է։ Մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է դադրի ձերբակալվի, դա Նիկոլ Փաշինյանն է, պետական դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, որը 5 միլիարդով ծախեց Արցախը, Նիկոլ Փաշինյանը, որը ծախեց Հայաստանի հողերը, Նիկոլ Փաշինյանն է, որը ազգային ժողովի ամբիոնից ձեր է առնում ամբողջ հայ ազգին։ Նիկոլ Փաշինյանն է, որի համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ընդդուք մինչև սրբազանների ձերբակալություն։ Եվ ես չեմ մեղադրում ոստիկանների համար այսօր Նիկոլի թվին հայրենիքը իրենց գրբանն է տարել։ Հանուն փողի պատրաստ են նույնիսկ քննելու ժողովրդի վրայից է։ Ես բոլոր հանրահավաքներին եղել եմ եւ ցեզ եմ կրես ոստիկանների կողմից նույնիսկ։ Եղել եմ հանրահավաքներին։ Ես զարմանալի, եւ գիտեք ինչ չի տարվում Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ հարին ունի, որ բոլոր ուժային կառույցների ղեկավարները իր հարինի անդամներն են։ Ինչ է, եւ այսպես լավ լոգոնդիր, սա է, այսինքն տեսակ չէ, ժողովուրդը բարձ են ինչ որ մենք խոսում ենք։ Մենք նախկինում միշտ վիճում էինք, դուք էլ հիմա էլ այսօր ասեցիք, որ դուք չեք հարգում են մարդկանց, երբ որ 2000 ով ստորացնելուց հաճույք հաստացել։ Չէ, ստորացնելուց։ Ով ստորացնելուց հաճույք հաստացել չի կարող։ Ասեցիք ով 2018-ին իրան աջակցել է։ Մարդկանց Աշխարհի բոլոր ժողովուրդները կարող են նաև սխալվել։ Գերմանացիները 33 թվականին սխալվեցին։ Գերմանացու չէր ստորացնում։ Ինքը գերմանացու չէր ստորացնում։ Իվարկյան, կապ չունի թե մարդ այդ իշխանությունը, որը այդ քաղաքական ուժը, որ եկավ իշխանության Գերմանիայում, որի արդյունքում պատերազմ եղավ եւ պատերազմի արդյունքում մոտավորապես 10 միլիոն գերմանացի կոտորվեց եւ 60 միլիոն մարդ կոտորվել։ Այսինքն նացիստները իր ժողովրդի համար հսկայական մեծ վնաս տվեցին։ Բայց այդ ժողովուրդը սխալվեց։ Ժողովուրդները կարող են սխալվել։ Այդ սխալված ժողովրդին չի կարելի ասել, որ դուք չգիտեմ ինչի եմ դա ասում։ Նույն Վարդան Ղուկասյանը, այսօրվա որ ինքը ողջունել է 2018 թվականը։ Նույն ինքը Վարդան Ղուկասյանն է, ուղղակի ասեմ, որ իմանաք։ Եվ բազմաթիվ այն մարդիկ, որոնք հիմա ասեն դժգոհություն են, իրանք էլ են ողջունել։ Եվ ողջունի մեջ ես ասում մերժելի է 2021 թվականից հետո ես ասում ով որ 21 թվականից հետո շարունակել է մնալ ես ասում իմ համար անհասկանալի է բայց 21-ից հետո դա արդեն չգիտեմ ինչ է բոլոր ժողովուրդները ուզում են այդ հասկացանք անցնենք բարեկեցիկ կյանք ապրել եւ բոլոր ժողովուրդները կարող են նաեւ սխալվել ինչպես որ սխալվեց վրացի ժողովուրդը ադրբեջանցիները սխալվեցին ժամանակին ուկրաինացիները սխալվել են խայտարակի մարդը 21 թվականից հետո կանգնա դա 21 թվականը ուրիշ բան է այդպես ասում 18 թվականի մասին Այսինքն ուզում եմ ասեմ հետեւյալը, որ մարդիկ կարող են սխալվել եւ միանշանակ համաձայն են, որ մարդը սխալը ինքը կարող է ընկալել եւ ընդունում է այդ սխալը եւ ինքը փոխում է եւ այդ ընկալումն էլ կա։ Մեր ժողովրդի մեծ մասը, նշող մեծամասը, մոտավորապես 80-85%-ը այսպես է մտածում այսօր բادرությամբ։ Մենք ենք ուսումնասիրում, մենք ամենօրյա ռեժիմի մարդկանց հետ աշխատում ենք 85%-ը։ Ես էլ ասում եմ Գյումրիում է երկու կարևոր բան առանձնացնում էին, ասում էին, դե ինչի չգիտեմ չեմ ասում։ Մեր ժողովրդի որակն ու մակարդակը այդ իմաստով շատ ավելի բարձր է, քան նույն չեմ ուզում շատ ուրիշ ազգերի մասին ասեմ, բայց մնացածների մասին։ Ես օրինակ նույն բերեմ ասենք նույն ամերիկացիները։ Տեսեք ամերիկան գնաց ընտրություն, չէ՞, անցյալ տարի, չէ՞։ Այդ ընտրության մեջ փաստացի կար ընտրություն
Տրամպի եւ Բայդենի միջեւ։ Բայդենը կիսամեռած մարդ էր, համաձայն եք սրա։ Կիսամեռած մարդուն, որը Բրեժնևին նման էր, բաստորեն ժողովրդի համենայնքեսը գնաց իրան ձեն տվեց, չնայած թե ինքը պարտվեց։ Հիմա կարանք ասենք, որ ամերիկացիները անգլագետ են, իհարկե չի կարելի տենց ասել։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ ընդհանրապես ժողովուրդը մեծամասամբ եթե ինչ-որ տեղ սխալվում է, ապա դրա մեղավորությունը քաղաքական վեհնախավին անելու։ Բայց ժողովուրդը կարճ ժամանակ հետո ինքը գիտակցում է իր սխալը եւ ինքը հասկանում է, որ այս իմաստով պետքա փոփոխություն։ Հիմա մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը այդ փոփոխության պահանջն է։ Չէ, նաեւ պիտի ժողովրդին ասել, որ դու քո տեղում դու պատասխանատու ես։ Ամեն մեկին պիտի ասել դու պատասխան։ Այսօր դուք առավոտ ու գիշեր ինչ եք ասում, ասում եք դու պատասխանատու ես։ Դու պիտի վաղ շաբաթ ընտրությունին գնաս մասնակցես, ճիշտ է։ Ահա, չէ, ուրիշ չի։ Պիտի գնաս դուք։ Գյումրիում այս տարվա գարնանը 17000 ձեն 90% հավաքել է վարչական ռեսուրս 90%-ը ձայն չի ունեցել Փարիզ բունի մաստով մինչև ընտրությունները պետական մակարդակով կաշառք էր բաժանում տարբեր մարդկանց ինչ-որ բաներ էր տալիս խոստումներ էր տալիս կամ պրակտիկորեն ասենք ով գալիս էր բաց տալիս էր որ ինքը հավաքել ձանը բայց ինքը պարտվեց ինչի որտեվ ժողովուրդը հասկանում էր այդ ամեն ինչը ժողովուրդը գնաց իր դեմ քվարկեց 17000 ձեն հավաքելու բայց մարդիկ ինտուիտիվ հասկացան որ իրենց ճակատագիրը իրենք պետք է որոշեն, այլ ոչ թե ընտրական շարքը։ Հասկանում ես։ Հիմա նույն բանը կատարվեց Փարաքյարում։ Իրանք այդ նույն բանը կատարեցին, հիմա պատկերացրեք այդ հսկայական վարչական ռեսուրսի արդյունքում չստացվեց։ Հետևանքները, հա, Փարաքյարում էս արեցին, Գյումրիում ստորացնելով տարան հետևանքները սրա։ Հիմա տեսեք, Փարաքյարում եւ Գյումրիում իրանք ամբողջ պետությունից են, չէ՞, հավաքում կուտակում հիմա ամբողջ Հայաստանում եք ընտրությունների ժամանակ այդ ռեսուրսը չունեն իրանք այլևս, որտեղ խոմ չեն կարող բանը տիեզերքից բերել այդ ռեսուրսը Հայաստանից չէ պետք է այդ ամեն ինչ հավաքեն չունեն այսինքն իրանք հասկացել են որ ընտրություններով իրանք դատապարտված են որտեղ ժողովրդի 90%-ը սենց է մտածում կարող է մեկը ձեն տա այս ընդդիմադրին մյուսը տա այն ընդդիմադրին բայց մեծ հաշվով իրենք արդեն չունեն այդ ձենը իրենք արդեն վախի մեջ են ապրում քանի որ վախի մեջ են ապրում իրանք ինչ պետք է անեն իրանք պետք է ամեն ինչ անեն որ որ ընդդիմադիր դաշտին անդադ ջարդեն, թուլացնեն, կոտրեն, թույլ չտան, որ չգրանցեն, տեղ չտան, բազմաթիվ բաներ անեն։ Օրինակ ես մի օրինակ բերեմ, վաղարշաբաթի ընտրությունների նախընտրական արշավը քարոզչական, պետք է սկսվի վաղը։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու հրարը մինչև հիմա որոշումներ չեն կայացրել, թե որ հերոստանգերությունները կանան մասնակցեն, բայց դուք պատկերացնում եք, դες բան 30 տարի մեջ չի եղել։ Այսինքն հիմա վաղը պետք է գնա ընտրաշավ, քարոզչություն չէ պետք է գնա, բայց մինչև այս պայծրության, որովհետև թափթփված ապուշ են, թե որովհետև չձգձգում են, ինչն է պատասխանը։ Ես չունեմ այդ պատասխանը։ Բայց հրահինը բանը չի են չաղու բախտավոր։ Տեսեք ինչ եմ ասում։ Երազների տղան, ինչ էր անունը դրա։ Հիմա տեսեք, մեկը մյուսի վրա գցում այդ խնդրեմը, բայց մենք հասկանում ենք, որ սա նաև քողարկված մակարդակի քողարկված դավադրություն, այսինքն խոչընդոտում են, որ մաքսիմալ քիչ գնա դրաշավ։ Մենք դա հասկանում ենք։ Ավելին, մենք շատ ավելի վատ բաների ենք պատրաստ։ Մենք հասկանում ենք, որ ընտրությունների մոտենալուն այս իշխանությունը ունակա ամեն ինչ անելու։ Բոլոր ստորություններին կարա գնա, վեհապարին կարա ձերբակալի, կարա կուսակցություններ չգրանցի, կարա քաղաքական գործիչների ձերբակալի, բայց այդ ճանապարհով են գնացել Սաակաշվիլին պարտվել է, այդ ճանապարհով է գնացել Յուշչենկոն պարտվել է, այդ ճանապարհով է գնացել Էլչիբեյը պարտվել է։ Բացառությամբ Սադամ Խուսեյնի եւ վերջացնելուց հետո կասեմ ոչ մի այս տիպի ինքը Նիկոլ Փաշինյանը ոչ Սադամը ոչ էլ Քադաֆիա որ ինքը կարողանա տենց ուժ ունենա հասկանում եք ինքը պարտվելու դատապարտվածա պարտվելու այդ մարդիկ իրանց Սադամ Հուսեյնը ինչ Քադաֆին հրաշք է գործել երկի մի կետից մյուս կետը ջուրը հասցրել չէ մի համեմատեք իրանց հետ մի րոպե շարունակեմ էլի ես ինչ եմ ուզում ասեմ կամ բռնատերերի դասակարգում Այս մարդը արդեն դատապարտված է, ինչի է դատապարտված, որովհետև 2018 թվականին, որ ասում էր, թե սիրում եմ ձեզ բոլորին, մարդիկ հավատում էին։ Եվ մարդկանց, որ մարդիկ որ հավատում էին, մեղադել մարդկանց, թե դու ինչ ես հավատում, որ ինքը ասում էր սիրում եմ բոլորին, չի կարելի։ Որովհետև մարդը, նորմալ բնական մարդը, ինքը նորմալ բանով պատրաստ է հավատալ նորմալ մարդուն։ Ինքը չգիտեր այդ մարդուն, չէր ճանաչում։ Հիմա ինքը որ ասում է սիրում եմ բոլորիդ, տես ինքը այսօր առավոտյան գրել է Facebook-ում, սիրում եմ բոլորիդ։ Սիրում եմ բոլորիդ, բայց ձերբակալում է ընտրված քաղաքապետին։ Սիրում եմ բոլորիդ հայտարարում է, բայց գնում է սրբազանա ձերբակալում։ Այսինքն այս մարդը այն ժամանակ էլ էր ասում սիրում եմ բոլորիդ։ Հիմա էլ է ասում սիրում եմ բոլորիդ։ Ինչի՞։ Որտեղ այս մարդը այն ժամանակ էլ էր բանը կեղծավոր, հիմա էլ է կեղծավոր։ Պարզապես այն ժամանակվա իր կեղծավորությունը մարդիկ չէին ֆիքսում, չէին արձանագրում։ Հիմա արդեն արձանագրում են, հիմա արդեն չի աշխատում դա։ Հասկանում եք, այս ամբողջ խնդիրը, բայց քանի որ չի աշխատում, ինքը ներվայնանում է,
Բայց ցինիզմը տեսեք, ինքը ասում է սիրում եմ բոլորիդ, ամեն առավոտյան ինքը գնում է ճիշտ հակառակն անում, ոնց որ ասում եմ բերում եմ խաղաղություն, բերես պատերազմ, բերում եմ օլիգարխների դեմ պայքար, բերեց հսկայական մի հատ օլիգարխիկ համակարգ, գները տեսեք թե ինչ վիճակի է հասել ժողովուրդ, որ մենակ մի օլիգարխից ինքը տարեկան 1.5 միլիարդ դոլար փող եկամուտ ստանում այդ օլիգարխը։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այս մարդու բոլոր խոստումները հակառակն արել։ Եթե այս մարդը հիմա հայտարարի, որ, չգիտեմ, բերում եմ պատերազմ, կարող է բերի խաղաղություն, կարող է գա խաղաղություն։ Այսինքն այս մարդու խոսքերն ու գործերը 170 արդեն տարբերություն է տվել արդեն։ Սա է այս մարդու էությունը, որտեղ այս մարդը ոչ մի արժեք չունի տակը, ոչ մի գաղափար չունի, ինքը արժե համակարգային իմաստով դատարկություն է։ Ինքը ոչ սոցիալիստ է, ոչ լիբերալ է, ոչ ազգային է, ոչ ապազգային է։ Առայժմ ամենաճկունը եւ արագը քաղաքական դաշտում համեմատած ընդդիմության գործում է ինքը, որտեղ որ օջախ կա, այդ օջախը միանգամից գլխատում է։ Ես երեկ էլ էի սրա մասին խոսում։ Իշխանությունը ձեռն է, ինքը ամբողջ պետական լծակ իր ձեռն է, ինքը հասկանալի պատճառով ինքը ոստիկանությունը բանակ իր ձեռն է, ցանկացած բանի ոստիկանությունը բանակը իր ձեռքին էր, ոնց որ Անդրանիկը ասեց, ինքը Ադրբեջանի ու բանի պահած երեխեն է, Թուրքիայի, իրանց բալանա, չէ, այդ կա արևմուտքը իրան պահում է, ռեսուրսները ունի այդտեղ, ընդդիմությունը թույլ է, գլխատում է, ինչն է խանգարելու, որ ինքը հավերժ մնա իշխանության, եւ ասենք Հայաստանն էլ չլինի դառնա Թուրքիա, ինչն է խանգարելու։ Անժելա ջան, շատ բարձ պատճառով ժողովուրդն է իր դեմ, կապ չունի ընդդիմություն, որ ասում էր, չէ, այդ ընդդիմությունը ցանկացած դու եթե նկատել ես, օրինակ ասեմ ձեզ, էլի, սկսած 96 թվականից 2013 թվական դուք չեք նկատել, որ շատ անսպասելի ընտրություններից առաջ միանգամից մեծ բան ռեզոնանս է գալիս։ Կամ ասենք օրինակ եմ ասում 2010 նկատել եմ, այդպիսի բան նաև 21-ին նկատեցի, բայց տեսա գնացի խաբեցին, ընտրեցին իրեն։ 2018 թվականից առաջ Անթամենը ասենք օրինակ մարտին հասկանում ինչ եք ասում, բայց 2021-ին էլ էինք այդպես մտածում, ասում էինք, այսպիսի բան պատմության մեջ չի եղել, երկիրը ավիրած, կործանած, հանձնած, պարտված մարդուն ընտրեն, գնացին ընտրեցին։ Անժելա ջան, դա ընտրող եղավ։ Հա, դա արդեն ի՞նչ է, պաթոլոգիա է։ Տեսեք, չէ, պաթոլոգիա չի։ Սա ճիշտ ստրատեգիայի, տակտիկայի խնդիր է ընդդիմության կողմից։ Բայց հիմա արդեն 21 թվականից եւ 26 թվականի մեջ կա ֆունդամենտալ տարբերություն։ 21 թվականը ընդամենը 3 տարի էր։ Ֆունդամենտալ տարբերություն համաձայն եմ։ Նիկոլը հիմա շատ ավելի ուժեղ է, շատ ավելի ամուր է, համակարգերը վերցրել իր տակը, բոլորին, ով որ մի քիչ կասկած ուներ, բոլորին պաշտոններից հեռացրել է, բերել է Գեբելսյան այդ բանով ոճով աշխատող ինչ որ մարդկանց համատարած։ Թվականին սա համակարգը կուր էր, համար տենց խնդրեմ չուներ, հիմա էլ, բայց մի տարբերություն կա, տեսեք, արդեն 7 տարի է անցել։ 7 տարվա մեջ եթե նկատեք Հայաստանի պատմության մեջ ոչ մեկ 10 տարուց ավել մարդը չի երրորդ անգամ այսօր արդյունքել է դա մտածում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ սրոք Ռոբերտ Քոչյանը երրորդ սրոք չգնաց Սերժ Սարգսյանը երրորդ սրոք չգնաց այսինքն կոպիտ ասած Հայաստանում երրորդ անգամ ոչ մեկ չի կարողացել վերընտրվել սա միանշանակ է ավելին կարամ ասեմ այս մարդու արդյունքները անհամեմատել են նախորդների կոպիտ ասած մարդկության պատմության մեջ ոչ մեկ պարտությունից հետո չի ընտրվել Նիկոլը ընտրվել է եթե դուք այտենց հիմա ինքն էլ բացառություն է իսկ ինչի բացառություն չի լինելու եթե մենք այսպես գնանք եւ այդ միավորումը չկայանա ընդդիմության եթե քանի դեռ ընդդիմության միավորումը չի կայացի ինքը հատ-հատ գլխատելով գնալու է Անժելա ջան, ես մի բան ասեմ, այդ միավորումը կայանալու է, անկախ տանից թե ով է կայացնելու, որովհետև ես համաձայն եմ, եթե ընդդիմության մեջ մի քիչ խելամտություն ավելի շատ լիներ, միասնությունը շուտ ավելի կայացած կլիներ, եւ այն խնդիրները, որ մենք հիմա խոսում ենք, չէր լինի։ Բայց հիմա քանի որ դա ինձանից ու քեզանից կախված չի, բայց ես որպես քաղաքագետ 100% ասում եմ, որ դա կայանալու է, կտեսնեք թե ոնց է կայանալու, անխուսափելի, որովհետև քանի որ ժողովուրդն է պահանջում, իսկ ժողովրդի պահանջը բնականորեն մարդիկ օդի մեջ են զգում եւ վերջի պայն այդ խնդիրը բավարարում են։ Այտենց եղավ եւ 96 թվականին եւ 2008 թվականին եւ 2013 թվականին եւ 2018 թվականին բոլոր ժամանակներում դա եղել է։ Ժողովրդի պահանջը օդի մեջ ֆիքսել են արել են։ Եվ մի բան էլ կարամ ասեմ, որ ընդհանրապես մեծ փոփոխությունները, լինի դա հեղափոխություն, թե սովորական ընտրություն, միշտ եղել են ճակատագրական ընտրական process-ների ժամանակ։ Տեսեք, ֆրանսիական հեղափոխությունը եղավ ընտրությունների ժամանակ։ Առաջին եւ երկրորդ ռուսական հեղափոխությունները 1905 եւ 17 թվական էլի եղավ ընտրությունների ժամանակ։ Նացիստները եկան ընտրության 33 թվականին, էլի ընտրությունների ժամանակ։ Ղարաբաղ կոմիտեն Հայաստանում եկավ իշխանության 90 թվականին, էլի ընտրությունների ժամանակ։ Նարնջագույն հեղափոխությունը 2004 թվականին Ուկրաինայում եկավ էլի ընտրությունների ժամանակ, Վարդերի հեղափոխությունը 2003-ին Վրաստանում եկավ էլի ընտրությունների ժամանակ, ավելին Սահակաշվիլին վռնդեցին 2012 թվականին Իվանիշվիլի թիմը էլի ընտրությունների ժամանակ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, ես մի բան ասեմ, կա աշխարհի փորձ,
Հայաստանը կներեք աշխարհի մասն է։ Հայաստանը ծառի վրա չի, լուստի վրա չի ապրում, չգիտեմ, Սատուրնի վրա չի ապրում, որ մենք ասենք, որ մենք ուրիշ ենք, մենք տարբերվում ենք սա բոլորից։ Մենք կներեք մարդ ենք, անասուն չենք։ Քանի որ մարդկային դասի ներկայացուցիչներ ենք, դա նշանակում է մեր մոտ էլ այն օրինաչափությունները աշխատում, ինչ որ աշխատում է Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Ամերիկայում, բոլոր տեղերում ամենը իր ազգային սպეციფიკայով։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այս երկրում էլ անխուսափելիորեն գալիք ընտրությունների ժամանակ այս մարդը պարտվելու է ու դաժանա պարտվելու։ Ամենահետաքրքիր գիտեք որն է, որ ինքը դա ամենալավը ինքը գիտի։ Ընդդիմությունը դա չի հասկանում։ Ընդդիմությունը այսպես բազմաթիվ հորոտեսական տրամադրություններ կան, ինչի կան այդ դրա, ես կարամ ասեմ, որովհետև 30 տարվա մեջ Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվել, համաձայն եք սրա։ Ընտրություններով քանի որ մարդիկ տեսել են, որ ընտրություններով իշխանություն չի փոխվել, մարդիկ չեն հավատում, որ ընտրություններով կարելի է իշխանություն։ Չէ, իրականում ընտրությունները նաև հիմք է դրվել, որ փոխվի, այդպես չի որ չի փոխվել։ Հա, բայց չի փոխվել։ Չէ, փոխվել, անմիջապես կարճ ժամանակ անց էլ է փոխվել։ Քանի որ ընտրություններով իշխանություն չի փոխվել, մարդիկ ասում են, եթե դա չի փոխվել, ուրեմն այդ փոփոխությունը պետք է անենք ոչ թե ընտրություններով, այլ հետընտրական ինչ-որ process-ով։ Հետընտրական Հայաստանում քանի process եղավ 2020 թվականին, 21 թվականին, 22 թվականին, 24 թվականին, ոչ մի բան չփոխվեց։ Ինչի՞։ Որովհետև ընտրությունից դուրս process-ը ինքը պետք է հանգեցնի նոր ընտրության, համաձայն ես։ Եթե դու process-ը հանուն process-ի ես տանում, այսինքն ժողովրդին հավաքում ես, գալիս ասում ես Նիկոլ հեռացիր, Նիկոլը կասի ես չեմ հեռանում, դու ով ես։ Կարա ասի տես բան, որովհետև ըստ էության դու ընտրական լեգիտիմություն չունես, որ տես բան պահանջ, եւ աշխարհում է տենց։ Դա մեր աշխարհում շատ քիչ, ասենք Սադամ Հուսեյնին կամ Քադաֆին դրսից եկան ճնշեցին, որ փոխեցին իշխանությունը։ Մնացած բոլոր երկրներում, որտեղ դրսից չեն փոխել, փոխվել է ընտրությունների, որտեղ ընտրությունը ժամանակից աշխարհում ու Սաուդյան Արաբիային չհաշված կամ Չինաստանը չհաշված, ընտրական լեգիտիմությունը գալիս է բացառապես ընտրությունների միջոցով։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր քաղաքական մահը լինելու է 26 թվականի ընտրություններում, դա ինքը պանիկայի մեջ է։ Այդ պանիկայի մեջ ինչ է անում ինքը, տես ինքը գնում է Վարդան Ղուկասյանին կանոնավորում է, որպեսզի դրանով վախի մթնոլորտ մտցնի, որպեսզի հասարակությունը, տեսեք հասարակություն, մեկը ընտրված է, չընտրված է, ընդդիմադիր քաղաքապետը չի կարա։ Ես կամ իրան։ Այսինքն ես հատուկ արեց վաղար շաբաթի ընտրություններից առաջ, որ ասի տեսեք ընտրեք, չընտրեք, հա։ Վաղար շաբաթի ընտրությունների համար։ Ինքը ասում է sense բան, ասում է կապ չունի, այս դեմոկրատական ինստիտուտները մեզ է ասում, մեր հասարակությանն է ասում։ Որտեղ դրսում չի կարա ասի, դրսում ասում է ես պանոնել եմ արդար ընտրություններ, բան ես պատրաստում արդար ընտրությանը։ Ինքը տենց ձևակերպում, որտեղ գիտի որ իր իշխանության լեգիտիմությունը պայմանավորված է ընտրությունների արդյունքով, շատ լավ հասկանում է։ Եվ քանի որ դա հասկանում է, ինքը ամեն ինչ անելու է, որ այս ընտրությունները մաքսիմալ լինեն ոչ արդար։ Մաքսիմալ վարչական ռեսուրսներ օգտագործեն, մաքսիմալ խարդախություններ անեն, մաքսիմալ ինչ որ հնարավոր է, անհնարին բան անելու, որ ինքը կարողանա վերարտադրվի։ Նա միանշանակ է։ Հիմա այս Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը զուտ այն բանի պատճառով, որ փորձի մարդկանց մեջ վախի մթնոլորտ սերմանի։ Մենակ վախի մթնոլորտ փորձում է սերմանի, որ մյուսները վախենան, մեկ, երկրորդը մարդկանց մոտ առաջացնի հիասթափություն, որ ընտրություններով հնարավոր չի լուծել։ Տեսեք, սա բռնում է, չէ՞։ Մարդու մոտ գալիս է հետևյալը, եթե ընտրված քաղաքապետին բռնում են, փաստորեն ընտրական համակարգը չի աշխատում։ Եթե չի աշխատում, մենք պետք է գնանք ոչ ընտրական ճանապարհով, համաձայն եք։ Դա նվերա Նիկոլ Փաշինյանի համար։ Ոչ ընտրական ճանապարհով Նիկոլը կասի, տեսեք, այս մարդիկ գնում են հակաօրինական ճանապարհով, ես այդ մարդկանց կպատժեմ, որտեղ սրանք հակաօրինական ինքը հրահարում է մարդկանց այդ ճանապարհին, որպեսզի հետագայում այդ մարդկանց ռեպրեսիանի ձևակերպելը, որ ինքը բանը ռեպրեսիանում հակադեմոկրատական շրջանակներ, ինքը դրսի համար է դա անում, հասկանում եք։ Երկրորդը ինքը փորձում է հուսահատություն մտցնել հասարակության մեջ, որպեսզի գիտեք ինչ հարգելի ժողովուրդ, ընտրություններով դու մեկ ընտրությունների մասին մի մտածի, որտեղ ընտրություններով, տեսեք օրինակ Երևանի ընտրությունների ժամանակ 2023-ին ընդամենը 28%-ն է մասնակցել, 28%-ը ինչի, որտեղ կար մեծ արշավ, որ ընտրությունները ճիշտ ընտրություններով մասնակցել։ Այդ արշավը կար, որտեղ ոչ ոք չէր հավատում, որ հաջողություն կլինի։ Պատկերացրեք, եթե ոչ թե 28%-ը, գոնե 35%-ը մասնակցեր, Երևանում արդեն կներ ընդդիմադիր քաղաքապետ։ Իսկ Երևանի ընդդիմադիր քաղաքապետը արդեն ֆունդամենտալ փոփոխություն։ Դա արդեն Հայաստանի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք Գյումրիում արդեն ժողովուրդը որ տեսավ շանս կար Երևանում, արդեն ոգեորվեց գնաց ընտրեց։ Ինքը արդեն պանիկայի մեջ է, որտեղ Գյումրին եւ Փարաքյալը ցույց տվեցին, որ ժողովուրդը առաջին անգամ հավատացել է, որ ընտրություններով կարող ինքը փոխի։ Ինքը ուզում է ընտրությունների գաղափարը կոտրի, ո՞նց կոտրի։ Այդտենց մեկը սպանվեց, մյուսին բռնում է։ Այսինքն ինքը այս քայլերով փորձում է կոտրի
Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ մթնոլորտը չխորանա, եթե մթնոլորտը խորանա, բնականաբար այդ մթնոլորտը իր օգտում մենք նվեր կտանք իրան։ Ինչքան որ մենք ասենք ընտրություններով հնարավոր չի, մենք սկուտերի վրա նվեր ենք տալիս Նիկոլ Փաշինյանի այդ գաղափարը, որովհետև եթե ժողովուրդը հավատա, որ ընտրություններով հնարավոր է փոխել, ինքը միանշանակ փոխվելու է, որովհետև ժողովրդի մեծ մասը այսպես է մտածում, 80% ասես մտածում, շատ լավ, դուք նախնական ասեցիք, որ աշխարհում բացառությամբ Սադամի եւ կամ դրսից ճնշման արդյունքում Սադամը հրաշալի երկիր է ստեղծել, լավ, մի համեմատեցնա է։ Ես քեզ ուրիշ բան եմ ասում, դու ախր Սադամի խնդիրը չէ, Սադամը ով է թե ով չի։ Ասում նա բռնատեր է, անկախ ամենքը բռնապետական ռեժիմ է եղել։ Այդ մարդու ռեժիմը փոխվել է դրսի ճնշման արդյունքում, նույնը Քադաֆին է։ Ես չեմ քննարկում թե իրանք լավն են թե վատն են։ Համաշխարհային տրենդ տեսակից իրանք վատն էին, բայց մեջել վատ չէին։ Անժելա ջան, դա անձնական խնդիր է, դա չեմ ուզում դա քննարկման թեմա չէ, մենք ուրիշ բան ենք քննարկում։ Քննարկում ենք հետևյալը, որ ոնց կարելի է իշխանությունը փոխել։ Իշխանությունը լեգիտիմ փոխվում է, եթե մենք Սաուդյան Արաբիա չենք, եթե մենք չգիտեմ Չինաստան չենք կամ բան չենք, փոխվում է բացառապես ընտրական ինստիտուտի միջոցով։ Միայն այդ ճանապարհով է։ Լավ, դուք ասում եք, որ մի քանի անգամ եք ասել, հա, որ Սամվել Կարապետյանը ֆունդամենտալ քարուքանդ է անում Նիկոլի համակարգը, նաև մասամբ հիմա այս երևույթներն էլ, հա, Վարդան Ղուկասյանի հետ որ տեղի ունեցա ֆունդամենտալ քարուքանդ է անում, բայց դուք ժամանակին մեր աշխատակիցները նկատեցիք, ասում եք, որ նաև Բագրատ Սրբազանն էլ է ֆունդամենտալ քարուքանդ անում։ Կխնդրեի բացատրել, ինչու այնտեղ չհաջողեց եւ ինչ երաշխիք կա եւ ինչ հիմքեր կա, որ Վարդան Ղուկասյանի, Սամվել Կարապետյանի դեպքում վերջնական քարուքանդ լինելու Նիկոլի համակարգը։ Ես այդ հարցին ժամանակին պատասխանել եմ, որովհետև ցանկացած քաղաքական շարժում վերջնարդյունքում պետք է լինի նոր ընտրությունների պահանջ։ Որտեղ դու նոր ընտրությունների պահանջ չես դնում, դու չես կարող լեգիտիմ իշխանության խնդիր դնես, որտեղ օրինակ եմ ասում, այս մարդուն դու չես կարող հեռացնես, որտեղ ինքը ունի կուռ մեծամասնություն ազգային ժողովում։ Այդ ազգային ժողովում այդ ուսապարկերով մենք ասում ենք, դա պատահական չի։ Այդ մարդիկ ունեն անվտանգության բնազդներ։ Այդ մարդիկ պատանդի կարգավիճակ ունեն։ Այդ մարդիկ իրանց պատանդի կարգավիճակը իրանք կփոխվեն մենակ այն ժամանակ, որ դու կարողանաս փլես երկրի ուժային կառույցները։ Բայց այդ հնարավորությունը չես կարացել ունեցել, չես կարող այդ մարդկանց փոխես, որտեղ այդ մարդը իր կաշվի շահը ավելի բարձր է դնում, քան պետության շահը։ Ինչի՞, որտեղ քանի որ Նիկոլ Փաշինյանը իր կաշվի շահը ավելի բարձր է դնում, քան պետության շահը, իր դրածով ուսապարկերը նույնն են անում, ոչ մի տարբերություն չկա։ Այդ ուսապարկերին, որ դուք տեսնում եք այդ խոսուտից երևում է, որ իրանք կարան Նիկոլ Փաշինյանին հանձնեն, իհարկե ոչ։ Հասկանում եք, այսինքն այդ մարդկանց հնարավոր չի փոխել։ Այդ մարդկանց համոզելով, պարտադրելով, վախեցնելով չես կարող անես։ Դու պետք է ժողովրդի միջոցով, ժողովուրդն է, որ քո իշխան քեզ կարող է իշխանություն տա, իսկ ժողովուրդը կարող է քեզ տա բացառապես լեգիտիմ մակարդակով ընտրությունների միջոցով, այսինքն դու պետք է պահանջես ընտրություններ, բայց քանի որ մեր հասարակական գիտակցության մեջ, կներեք մի բան ասեմ, մեր հասարակական գիտակցությունը շատ ցածր մակարդակի մեջ է, մենք ֆունդամենտալ տարբերվում ենք Վրաստանից, եվրոպական երկրներից, այլ երկրներից, ինչի։ Դա մեր ժողովրդի մեղքը չի, դա մեր քաղաքագետներ, մենք քաղաքագետներ չունենք, անկեղծ ասեմ քեզ։ Ինչի, որտեղ քաղաքագետների գլխավոր նպատակը պետք է անալիզ արվեր։ Այդ անալիզը բերվել մեր ժողովրդին ներկայացնել, բայց քանի որ դա չի կատարվել, մեր ժողովուրդը չի հասկանում թե որն է ճիշտ, որն է սխալ։ Քանի որ չի հասկանում քաղաքական վերնախավը, բնականաբար ինքն չի հասկանում։ Եվ քաղաքական վերնախավի պահանջները կնում է այս ռոպեական բնույթ։ Եթե մենք ունեինք 60,000 մարդ, որ Երևանի կենտրոնում հավաքված էր, մարդկանց չոքերը թուլացավ եւ մտածում էին, որ 5 րոպեում կարելի է Նիկոլ Փաշինյանին փոխել, դա կներեք, դա հիմարության արդյունք էր։ Այսինքն մարդիկ տեսեք, մի բան ասեմ, դուք ասեք լավ եւ չար եւ լավ մարդկանց մասին, չէ՞, բերեցիք, չէ՞։ Ուրեմն կա մի բրիտանացի հայտնի փիլիսոփա, մաթեմատիկոս Բերտրան Ռասել, որը 50-ական թվականներին ինքը Նոբելյա մրցանակ ստացավ եւ ինքը ֆանտաստիկ տաղանդավոր եւ ամենախելոք մարդկանցից մեկը էր համարվում։ Ինքը ասում էր, որ մարդկության ամենամեծ ողբերգությունը ոչ պոպուլիզմն է, այն ժամանակ կոմունիզմն էր նաեւ, ոչ սովն է, ոչ էլ պատերազմն է։ Տգիտությունն է։ Ամենամեծ չարիքը դա տգիտությունն է, որից ծնվում է եւ պոպուլիզմը, եւ սոցիալական պոպուլիզմը, կոմունիզմը, եւ պատերազմները, եւ սովը, հասկանում ես։ Տգիտությունն է ծնում այդ ամեն ինչը։ Երբ որ մարդը տգետ է, կապ չունի այդ մարդը ինչ է, ինքը, չգիտեմ, կարող լինի քաղաքական գործիչ, կարող շարքային քաղաքացի լինի, կարող, չգիտեմ, տեսեք օրինակ այս մարդիկ եկել են իշխանության ատելության հողի վրա, չէ։
8 տարի այս մարդկանց խոսությունը չի փոխվել։ Ատելություն ու ատելություն։ Այսօր խոսում է դրանից մեկը ասում է մռութը տանկեսի միջի։ Հիմա այդ մարդու դու падգամավոր է, խոսում Քարշեն Ծեպենք, երեք գլխավոր խմբագրի մասին է Ռուբինյանը խոսում, աղբաման, այդ Ռուբինյանը ինչա՞ չի։ Այս մարդկանց մտահորիզոնը սա է։ Այս հորիզոնով այս մարդիկ Այս Բերտան Ռասելի կլիենտուրան ասա։ Մտավոր հետամնացներ։ Սա մտավոր հետամնացներ են։ Սրանք դու սրանցից հնարավոր չի բան փոխել։ Սրանց ոչ չես կարա ճնշես, ոչ կարաս ասես գիտես ինչ հարգելի բան։ Դուք ձեզ ասեք, դուք եք հավատում, ասում եք այդ անմեղ սունած մտավոր հետամնացներից կարող ենք բերել այս կողմ։ Տեսակ։ Դե հավատում եք, ասում եք պիտի բանը падգամավորներ կարողական քվեարկեն այս կողմ, իրանց մեջ էլ կա նորմալ մարդիկ։ Մի պոպուլիզմ էլ դուք եք ասում, նորմալ մարդիկ կան նրանց մեջ կգան այս կողմ։ Ես դες բան եմ ասել։ Դե ասում եք նորմալ մարդիկ Մեկ բան ասեմ, դուք ախր հիմա պետք է նրանց հետ էլ աշխատել, պետք է նրանց էլ բոլորին պետք է տեղ տանք, որ նրանք հնարավորություն ունենան այս կողմ գալու, գիտակցելու հասու։ Ես ասել եմ հետեւյալը, որ կներեք դուք ախր շփոթում եք տարբեր բան։ Ես ասել եմ հետեւյալը, պետական կառավարման համակարգում ոչ падգամավորների մասն է։ Պետական կառավարման համակարգը դրա համար որ մի բան ասում եք, падգամավորներին չեն վերաբերվում։ Իհարկե չեն վերաբերվում։ Եթե падգամավորներ վերաբերում, ես անպայման կգնայինք, որ պահանջենք, որ այդ մարդկանց ճնշելու հրաժարական պահանջելու։ Ես դա չեմ հավատացել ոչ մի անգամ, բայց պետական կառավարման համակարգում գյուղապետերի մակարդակով, քաղաքապետերի մակարդակով, չինովնիկների մակարդակով, պետական կառավարման ամբողջ համակարգի 90%-ը դա նորմալ մարդիկ են։ Նորմալ մարդիկ են, որ նորմալ պատկեր, պարզապես իրանք հայտնվել են ծանր պատանդի կարգավիճակի մեջ։ Իրանք պետությանը ծառայում են, բայց իրանք չեն կարող ուրիշ բան անեն։ Այդ մարդկանց մեղադրել չի կարելի, հասկանում ես։ Ես դրա մասին եմ խոսքը, այդ մարդկանց միանգամից մեղադրել, որ դուք իրանք բոլորին անվանել նիկոլական սխալ կլինի։ Այդ մարդիկ պատանդի հոգի, ես ասեմ, դες նույնիսկ ավելին կարող ասեմ, իր տեղական կառավարման համակարգի կեսից ավել, առնվազն կեսից ավել, ես ասեմ, իրանք բառից բունի իմաստով պատանդի կարգավիճակ։ Բոլորը քրեական գործերը բացած եւ քրեական գործերը բացած շանտաժանալու, որ ինք աշխատեն իշխանական համակարգում։ Այսինքն այդ մարդկանց այդ մարդը պատանդի կարգավիճակի մեջ, այդ մարդուն դու պետք է ազատես պատանդի կարգավիճակից, ոչ թե մեղադրես, որ ինքը նիկոլական է, հասկանում ես, ի՞նչ նախնդիր է։ Այսինքն այս շատ կարևոր է այդ մենք հասկանանք։ Խոսքը չի վերաբերում այդ падգամավորներին։ Դրանք պարզաբար շանս չկա դրանց այդ բանալի։ Դրա համար եմ ասում, պետական կառավարման մակարդակի մասով չի կարելի, որտեղ դրանք շարքային բոլորը փաստորեն ԿՊԱ-ական են, բայց այդ մարդկանց չի կարելի ամբողջովին մեղադրել։ Տեսեք, խորհրդային միության ժամանակ էլ կար, չէ՞, ԽՄԿԿ կար, չէ՞։ ԽՄԿԿ-ն որ փլվեց, շարքերը չէին կարող մեղադրեին, որ դրանք սա վերևի մակարդակի ԽՄԿԿ-ի բաներն են։ Սա բոլորը միանգամից դառան անկուսակցական եւ նրանք փոխարեցին։ Ինչ եմ ուզում ասեմ, որ բոլոր բռնատիրական ռեժիմների մեջ այդ մոդելը կա եւ այդ մոդելի մեջ դու պետք է կարողանաս թացը չորից։ Լավ, գանք իմ հարցին, ինչպես են կազմակերպում, ասես, որ ասում եք, այդպես ասեցիք, չէ՞, կազմակերպել, թե ինչ ասեցիք, ֆունդամենտալ, հա, չասեք իրենք ֆունդամենտալ քանդում են Նիկոլի համակարգը։ Տեսեք, շատ կարևոր։ Եվ սկսենք Վարդան Ղուկասյանից։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Նախ եւ առաջ սկսենք Գյումրիից, Վարդան Ղուկասյանից, որտեվ մարդիկ չէին հավատում, որ ընտրություններով հնարավոր է բան փոխել։ Ավելին կարամ ասեմ, այդ ընտրություններին չհավատալը մեծ մեղք էր, այդի մեղք էր, որտեղ էդի բայց մեղավորը հասարակ մարդը չէր։ Մեղավորը մեր վերնախավի ներկայացուցիչներն էին, որոնք քարոզում էին, որ ընտրությունները ոչ բան հնարավոր չի։ Եվ բայց տեսեք ի հեճուկս դրա գյումրեցիները շատ բարձր են գնահատում գյումրեցիներին, ասեմ, իրանք մեր ժողովրդի այն ամենա ինչ ուզում եք ասեք, ամենաառաջադեմ էլեմենտներից մեկն է, որովհետև Գյումրիում ժողովուրդը ի հեճուկս 17000 մարդու, որ իրենք հավաքեցին ընտրակաշարքի ճանապարհով, իրանք կարողացան գնալ եւ ոչ ասել այս իշխանությանը։ Դա մեծ հերոսություն էր։ Այսինքն մարդիկ հավատացին իրանց ընտրությանը, գնացին եւ ընտրեցին իրենց տեխնացուին եւ ընտրեցին իրանք նաեւ ապացուցեցին, ինչպես նաեւ Փարաքարի ժողովուրդը։ Իրենք նաև մյուս ժողովրդին ցույց տվեցին հասարակության, որ գիտեք ինչ ժողովուրդ ջան, եթե մենք ընտրենք ամբողջական իշխանություն, եթե տեսեք, եթե մենք արդեն ընտրենք համապետական մակարդակով, ամբողջական իշխանությունը կփոխվի արդեն։ Տեսեք, մենք Գյումրիում փոխեցինք, բայց Գյումրիում փոխելը քիչ էր, որտեղ այդ քանի որ կենտրոնական իշխանությունը էս մարդու ձեռն է, ինքը թույլ չտվեց, որ դե Նիկոլը դա էլ հասկացավ ու գնացե հարցակվում է իր վրա։ Հիմա դրա համար, այ հիմա ինչ անում Նիկոլը։ Նիկոլը իրանց մեկը սպանվեց, մյուսին ձերբակալվեցին, չէ՞։ Ինչ մեսիջա տալիս դա։ Այդ մեսիջը հետեւյալն է, որ ժողովուրդ ջան, հանգարտ չհավատաք ընտրությանը։ Ընտրության արդյունքը չհավաքեք, այդ ընտրության արդյունքը դրսի համար եմ ցույց տալիս։ Դրսի համար եմ ցույց տալիս, դուք հանգարտ չհավատաք։ Այդ որ դուք հավատացիք, դա կլինի իմ քաղաքական մահը։ Հանգարտ չհավատաք։ Էսա խնդիրը, իր ասածը դրա մեջ է, հասկանում ես։
Մենք հիմա պետք է մենք Չէ, բայց ասում եմ, եթե հավատակել կամ կձերբակալեն կամ այդ մարդը չի լինի։ Հասկանալ է, բայց եթե համապետական մակարդակով ինքը փոխվի, ինքը էլ չի կարող ոչ մեկին ձերբակալի։ Ինքը արդեն առ ոչինչ կլինի։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն սա անպայման անում էր Սաակաշվիլին։ Իդեպ ասեմ, որ Նիկոլը Սաակաշվիլի համեմատ հիմա մենակ ին վրա բանջանեք հրեշտակ էր, որտեվ Սաակաշվիլի ժամանակ Դուք ասիք, չի 200,000 մարդ բանտերով անցել։ Աշտոնական տվյալներով 200,000 մարդ բանտերով էր անցել, 200,000 մարդ Սրանն էլ ինչ որ ամեն տարի 7,000 մարդ է փակում։ Նիկոլ Փաշինյանը Սաակաշվիլի հետ համեմատած ինքը հրեշտակ է, հումանիզմի ցուցանիշ է, այս անկեղծ եմ ասում։ Հումանիզմի Սաակաշվիլի ժամանակ 200,000 մարդ էր անցել բանտերով, իսկ այն ժամանակ վանդիմության գնահատականներով մինչև 300,000։ Որտեղ հայտնվեց Սաակաշվիլին։ Ավելի կարամ ասեմ ձեզ։ Նույնիսկ Թիֆլիսում ես ծանոթ բարեկամներ ունեմ, որ ինձ ասում էին հետևյալը, նույն կներեք, որ sense կոպիտ եմ ասում, տղամարդիկ, որ ման էին գալիս, գլուխները կախ էին ման գալիս։ Ինչի՞։ Որտեվ եթե տղամարդը բանտ էր մտնում, վատ իմաստով էր դուրս գալիս, վատ իմաստով։ Այսինքն այդ տղամարդությունը ստորացնում էին, հա։ Եթե ինքը բանտ չէր մտնում, ուրեմն ինքը դառնում էր դանոշչիկ, հասկանում եք ինչ ան։ Ինքը Այլանդակ վարքեր էլի։ Սաակաշվիլի ռեժիմը ստորացրել էր տղամարդկանց։ Ես մի օրինակ էլ բերեմ պատկերացնեք, Արևմտյան Վրաստանում ուրեմն 2004-2005 թվականներին դուք մի տեսարան կարայիք տեսնեք, որ այն բանի թեյի պլանտացիաները որ կային, ինքը վառեց թեյի պլանտացիաները, որպեսզի թեյի էքսպորտը դեպի Ռուսաստան, Արևմտյան Վրաստանում, Աջերիայի մոտերակ, Մեգրելիայում բանում տենց։ Թեյի ամբողջ պլանտացիաները կանխը մտածված վառեց սաղ պլանտացիաները, որպեսզի թեյի էքսպորտը վերանա Ռուսաստանի հետ, որպեսզի հայ-ռուս վրացական հարաբերությունները ոչնչանա։ Արդյունքում կատարվեց հետևյալը. այդ թեյի պլանտացիաները հիմնականում աշխատում էին կանայք։ Կանայք զրկվեցին այդ աշխատանքից եւ ստիպված պետք է գնային արտասահման, որպես ինտեղ աշխատեին, խոփան։ Եթե մեր մոտ տղամարդն է գնում խոփան, այդ Արևմտյան Վրաստանի ժողովրդի կանայք գնում էին Թուրքիա խոփան, որպեսզի պլանտացիաները աշխատեին։ Դուք հասկանում եք, որ թուրքական պլանտացիաներում վրացի կանայք որ գնում էին աշխատում էին, ինչ հոգեբանական խնդիր առաջանում իրենց ընտանիքները փլուզվում էին արդեն։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Այսինքն ինչ աղետ է բերել էս մա։ Այդ մարդու աղետը սարսափելի հետևանքներ։ Դե այդպես է, որ աղետը գալիս է ամենտեղ է աղետը, ոնց որ Նիկոլը որ եկել է ամենտեղ։ Ուրեմն վերջի ընտրությունների ժամանակ երբ որ ինքը պարտվեց Սաակաշվիլին, ինչ արեց Սաակաշվիլին։ Ինքը սերտիֆիկատներ էր բաժանում, այսինքն պաշտոնական կաշառք $150։ Այսինքն $150 ինքը անունը դրել էր սերտիֆիկատ, ժողովուրդ, ասենց ասեմ ձեզ։ Ամեն մի քաղաքացին գնում էր բաժանում էր սերտիֆիկատներին, որպեսզի այդ կաշառքով ինքը վերարտադրվի, չստացվեց։ Թիֆլիսում ստացավ ընդհանրապես 10%։ 10% ստացավ Թիֆլիսում։ Այսինքն այդ ժողովուրդը տեսավ։ Հիմա սա էլ է անում, հիմա ասա ասում է բանակը կրճատում են, վերջ հունվարից տարի։ Հիմա այս նույնց եմ կրկնում, համատած Սաակաշվիլի հետ սա երեխա է։ Այս երեխային միշտ ապեք դեռ, միշտ ապեք, դուք էլ չգիտեք առավոտը կզարթնեք ինչ է անելու ձեր գլխին իմ գլխին մյուսին։ Դեռ մի կատարվել, Մոլդովայում ինչա կատարվել, մենք շատ լավ ուսումնասիրել։ Այսինքն նախանձել Նիկոլ քեզ չի կարելի, անկախ ամեն ինչից։ Դու էլի մնալու ես մեր պաշտպանության։ Ոչ թե պետքա էմոցիայի հիասթափվել, չգիտեմ, պանիկայի խուճապի մեջ մտնել, բան, այլ պետքա ստապ գնահատել իրավիճակը։ Սամվել Կարապետյանը ոնց կազմը ֆունդամենտալ քանդեց իրեն։ Ինչ կատարվեց, ուրեմն ինքը դրել էր հետևյալ մի հատ մոդել, որ կամ ես եմ կամ նախկինները, պայմանական ձևակերպում տանք։ Մեր հասարակության մեջ մենք վերլուծել ենք եւ տեսել ենք պայմանական այդ մեր հասարակությունը բաժանել ենք 3 մասի, որ մեկը այսպես ասած նախկինների կողմնակիցն էին, մեկը նորերի եւ երրորդը ոչ նախկինների, ոչ ներկաների։ Ամենամեծ դաշտը հենց այդ երրորդ տարբերակն էր եւ Փաշինյանի քարոզությունը հենց այդ դրա վրա էր աշխատում։ Եվ դրանով էր ինքը կարողանում խաբել մարդկանց։ Եվ 21 թվականին դրանով ինքը կարողացավ խաբել, ասեմ դες իմանաք, ես մենք այդ անալիզը արել ենք։ Եվ Բագրատ Սրբազանի եւ Սամվել Կարապետյանի այսպես ասած մուտքով քանդվեց այդ մտած։ Առաջինը Բագրատ Սրբազանը շատ մեծ դեր կատարեց, ինքը -1 էր գնում։ Ինքը -1 Բագրատ Սրբազանը ինքը ակամայից ինքը փաստացի ֆունդամենտալ կազմակերպեց Նիկոլ Փաշինյանի էլեկտրակայանը։ Բայց ըստ էության -1 էր, բոլորս միասին դրա առաջին անգամ մարդկանց մոտ առաջացավ այն գաղափարը, որ այս մարդը կարող ունենա այլընտրանք, հասկացաք, չէ՞ ինչն է խնդիրը, եւ որի արդյունքում
իր այն էլեկտորատը, նույն էլեկտորատը Իրանը պայմանական ասել էլի, որը ըստ էության Իրանը չէր, բայց ինքը ուզում էր Իրանը դարձնել, ինքը վերջնականապես կորցրեց։ Եվ մեր անալիզները ցույց են տալիս, որ 60-ից 65% մարդկանց ուղղակի սպասում են այդ օրը, որ գան ու քվեարկելով այս մարդուն հեռացնեն։ Եվ ինքը դա հասկանում է ինքը խոճապի եւ պանիկայի մեջ է։ Եթե ինքը անգամ չգիտեմ ինչ որ բան անեն բանտում Սամվել Կարապետյանի հետ, թույլ չտան դուրս գա կամ չգիտեմ, ամենածայրահեղ բաներին ինքը կարող է գնալ, եթե հասկանա Սամվել Կարապետյանը իսկապես իր անձի խնդիրը չի, այստեղ եթե մենք արդեն անիվը պատտվել է գնաց։ Անիվը պատտվել է, այդ անձի, եթե անձին ձերբակալեց, գնդակահարեց, ուրիշ անձ է գալու խաղի մեջ մտնել։ Դա տենց է, այդ խաղի կանոնը տենց է աշխատում։ Տեսեք Բադրի Պատրիցիկաշվիլին, փաստացի Սահակաշվիլին բանալեց, թույլ չտվեց, մտավ Իվանիշվիլին, այսինքն Բադրի Պատրիցիկին 12 միլիարդ դոլարանոց անձնավորություն էր, ամենահարուստ մարդն էր Վրաստանի, 12 միլիարդ դոլար, ինքը թույլ չտվեց, փակեց, մտավ Իվանիշվիլին, այսինքն, բայց այդտեղ ուրիշ բան ասեմ ձեզ, ես չեմ ուզում փակագծերը բացեմ, եթե ընդդիմությունը ավելի խելոք լիներ, Ինքը շատ ավելի շուտ կարա, բայց հիմա ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, որտեղ բայց եկեք դուք ասեցիք մեր նախնական զրույցում կամ չգիտեմ, որտեղ ես էլ եմ դրանում համոզված, որ ես շատ եմ քննադատում, որ ինչու չեն միավորում, բայց ճիշտ է այն իմաստով, որ սա պիտի ոչ թե ասել են փոքր ուժերին կամ նոր ձևավորվող ուժերին, սա առաջին հերթին պիտի ասել են իսկապես են մարդիկ, որ այդ առաջնորդությունը այս կամ այն կերպ իրենց վրա է, այսինքն Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, իրենց վրա այս բեռը, պարտքը, պատասխանատվությունը ձեզ վրա է։ Ես ուզում եմ շարունակել։ Հիմա Սամվել Կարապետյանը ունի թիմ, դա տեսանելի չի, որ իրենք այդ ուղղությամբ կաշխատեն եւ բոլորին կհասունանա իրենց մոտ սա։ Ես այդ հարցը չեմ ուզում քննարկեմ, որտեվ դա ներընդդիմադիր խնդիրների մեջ չեմ ուզում։ Շատ լավ։ Հիմա շատ լավ, ուրիշ հարց եմ ուզում տալ։ Տեսեք, դուք այդպես հերվից եկաք, բայց ասում եք ֆունդամենտալ առումով կարողացավ կազմաքանդել այդ շատ մեծ միֆը, որ կար նախկինների եւ ներկայի, Բագրատ Սրբազանը շատ ճիշտ եք, մասամբ նաեւ Վարդան Ղուկասյանը, մասամբ, որտեվ հետո միավորվեցին նրանք բան, բայց հիմնականում Սամվել Կարապետյանի հրապարակ գալով դա տեղի ունեցավ։ Կամա թե ակամա, գուցե չերեք Սրբազանի ժամանակ 60000 մարդ հավաքվեցին, ինչ։ Այո։ Հիմա տեսեք, եւ նաեւ Սամվել Կարապետյանի առաջ գալով, որ այլևս մի հատ նոր էսպիսի բան ա եկել։ Հիմա այս միֆը ինչն է հետաքրքիր։ Այս միֆը մի բան ասեմ, եթե դու նկատում ես, տեսեք, անձը գալիս է, հետո մյուս անձն է գալիս, ինքը կարա 3-րդ, 4-րդ անձն էլ գա։ Ինչի եմ դա ասում, որտեվ կարևորը այսպես ասած բացվել է այն ճանապարհը, որտեղ այն Նիկոլը անդադ խափում էր մարդկանց, որ այլընտրանքը սա է։ Դա հենց դա եմ ուզում ասել։ Ամենակարևոր դա է, ինքը արդեն հասարակություն տեսնում է դա։ Այո, շատ ճիշտ, տեսեք ինչ ճիշտ բան եք ասում։ Այսինքն այն բանը քանդվել է, որ նախկիներս ես չգիտեմ եսի միջը, այս արդեն քանդվել է։ Հիմա ես ուղղակի ես բարեկամաբար եմ ասելու, թույլ կտակ ես շարունակեմ։ Ես հիմա բարեկամաբար ուզում եմ ասել ընդդիմադիր ուժեր են առաջ գալիս եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմը։ Տեսեք, այս արդեն այս այլանդակ միֆը, սուտը, կեղծիքը, այս այլանդակությունը, որ փաթաթեցին մեր ժողովրդի գլխի, որ նախկիները սա են, եւ այդ կուտը կերավ է ժողովուրդը ասել մի քիչ սխալ է այդպես ասել, բայց դրա հետևից գնաց, որ հա էլի նախկին գեներալներ սա են, նախագահները, բայց դրա հետևանքով մենք կորցրեցինք Արցախ, սիրելիներս, հիմա սա վերաբերվում է դեռ չհասունացած Սամվել Կարապետյանի քաղաքականությունից 1000 կիլոմետր հեռու նոր ձևավորվող թիմին։ Դուք այդ բաների մեջ մի մտեք, որ մենք հեռու ենք նախկին, դուք եկել եք հրապարակ, դուք պիտի կարողանաք բոլորին միավորել եւ այս հին մաշած հնամաշ թեզերը դրեք մի կողմ, որ նախկինը սա չգիտեմ ինչ է, նախ դուք էլ պետք է շատ գաք հասնեք նախկիների արածին, եւ Նիկոլն էլ արդեն այստեղ տանուլ է տվել, արդեն պարաված եւ մաշած թեզերը դուք մի հրապարակ բերեք, իրենց այդ հարցը որ տալիս են, իրենք պետք է ճկուն պատասխանեն եւ ասեն սա, ես հասկանում եմ չեք ասում, բայց եկեք այդ Չէ, բայց դրա տակ են մնացել ես, մարդիկ են դրա տակ։ Սա լավ չի, որ դուք դրա տակ եք մնացել, սա նշանակում է դուք քաղաքականապես հասուն չեք։ Եվ այդ նիկոլական այդ բաներից ազատվեք, ազատագրվեք դրանից։ Սա մասին է խոսքը։ Անցնենք հիմա եկեղեցու հետ կապված, հա։ Երեք օրինակ պարոն Բագրատյանն ասեց, որ շատ ճիշտ է իրեն պահում վեհապարը, շատ ճիշտ տեղում է եւ շարունակելով այդ խոսքը, որ չպիտի քաղաքական ուժերը իրենց գործառույթը չպիտի թողնեն
սրբազանների վրա, վեհապարի վրա, ասեն իրենք զանգերն էլ հնչեցրեցին, իրենք հրապարակել եկան, ինչ հնարավոր է արել եւ ասեց, որ որևէ պարագայում չպիտի կաթողիկոսը հրաժարական տա եւ եթե անգամ այդ ծայրահեղ քայլին գնա ձերբակալի, ինքը ընտրված մարդ է, որտեղ որ նստի դա լինելու է վեհարան։ Այսպես, դուք ինչ եք առաջարկում եւ ինչպես եք տեսնում սրա։ Ես պարոն Բագրատյանի գնահատականի հետ 100%-ով համաձայն եմ եւ ասեմ ձեզ, որ Մայր Հայաստանը հենց այդ թեմից շարժվում է։ Վաղ շաբաթում անկախ նրանից թե եկեղեցին Մայր Հայաստանը ինքը գլխավոր իր թեզը եւ ինքը ստորագրավակ բանից 3000-ից ավել ստորագրավակ հավաքել Մայր Հայաստանի եկեղեցու պաշտպանության, այսպես ասած, խնդրով։ Եվ այդ իմաստով ես միանշանակ համաձայն եմ, առաքելական եկեղեցին ոչ տանկեր ունի, ոչ սամոլյոտներ ունի, հարգելի ժողովուրդ, ոչ ավտոմատներ ունի, իրան պաշտպանողը պետք է լինի ժողովուրդը եւ քաղաքական ուժերը։ Եվ քաղաքական ուժերը չպետք է իրանց խնդրեն, որ իրան գնան պաշտպանեն։ Դա բոլորի պարտքն է, ցանկացած քաղաքացի պարտք։ Եվ քաղաքացին պետք է պաշտպանի ոչ թե կոնկրետ անձին կամ անձերին, այլ կառույցի ինստիտուտը պետք է պաշտպանի։ Տեսեք, այս իշխանությունը ասում է, որ մենք մեղադրում ենք ոչ թե ինստիտուտին, այլ մեղադրում ենք առանձին սրբազաններին կամ կաթողիկոսին։ Սա համաշխարհային փորձի Գեբելսյան քարոզչամեքենայի ձևերից մեկն է, թե ինչպես պետք է քանդել կառույցները։ Ես ասեմ ձեզ, որ այդ մոդելով այս իշխանությունը կազմաքանդեց հայկական բանակը, ասեց, որ գիտեք ինչ, մենք բանակը ինչ ենք մեղադրում։ Բանակում նախկինում վատ էին, սնունդի վիճակը վատ էր, կլուբնիկ չկար, չգիտեմ, ելակ բան չկար, պամիդոր չկար, բան չկար, այ մենք բերեցինք պամիդոր կլուբնիկ եւ իրանք վարկաբեկում էին գեներալներին, սպաներին, որի արդյունքում, երբ որ դու վարկաբեկում ես հիմնական գեներալներին, սպաներին, բանակը ավտոմատ է վարկաբեկում։ Ինձ պետք չի ասել, որ բանակ դու մենք բանակի դեմ ենք։ Բանակի դեմ ֆորմալ ոչ մեկ չի ասի, բայց որ դու սկսում ես վարկաբեկել կոնկրետ բանակի կրողներին, ավտոմատ բանակը վարկաբեկվում է։ Խորհրդային միությունը ոնց փլուզվեց։ Դա էլ ասենք այն մեթոդիկաներ, որ իրանք որ հիշում եք կոմունիստական գաղափարը որ փլուզվեց, վարկաբեկվեց, ավտոմատ խորհրդային միությունը փլուզվեց։ Այսինքն այստեղ պետք չէր ասել, որ բանն է ընդհանուր առմամբ, չգիտեմ, սոցիալական արդարությունը լավ բան է, բայց ասենք օրինակ կոնկրետ այս տվյալ բանը վատն է։ Հիմա այս նույն մեթոդիկան եկեղեցին է փորձում։ Այստեղ եկեղեցու կազմաքանդման մեջ օգտագործում են հետևյալ թեզը։ Մենք եկեղեցու դեմ չենք, մենք դեմ ենք կոնկրետ առանձին սրբազանների, որոնք մեկը, չգիտեմ, կաշառակերա, մյուսը, չգիտեմ, պարտադրելա որ սենց անեն եւ այլն եւ այլն։ Ընդ որում, այս մարդիկ խոսում են պարտադրանքի մասին, երբ որ ամբողջ պետական կառույցը պարտադրում է իր աշխատողներին, որ գնան ընտրակաշառք բաժանեն բոլոր տեղական ընտրություններին։ Պարտադրանք է բոլոր։ Հիմա վաղարշապատի մարզպետարանը չի պարտադրում իր աշխատողներին, համատարած։ Իսկ որևէ մի պաշտպանի բրդը իր պաշտպան բանը անում է, արձագանքում է դրան եւ քննչական կոմիտեն գործ հարուցում է, իհարկե ոչ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ ըստ էության այս քննադատությունը առանձին վերցրած դեմքերի դա ձև է Հայաստանի հայ առաքելական եկեղեցի կազմաքանդելու համար։ Ինչ են ուզում կազմաքանդեն, ժողովուրդ, սա շատ կարևոր խնդիր է։ Իրականում Նիկոլ Փաշինյանը այդպես խնդիր չէր դրել, որ եկել էր իշխանության։ Հիշում եք 2018 թվականին, որ եկեղեցու դեմ արշավ սկսվեց, ինքը հենց առանձնապես հենց пассив էր, ինքը հենց առանձնապես չոգեորված չէր։ Բայց հիմա ինչա ոգեորված եւ շատ ակտիվացել, որտեղ այդ պահանջը դրել են Ադրբեջանն ու Թուրքիան։ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են մենք Արցախը վերցել ենք, հիմա պետք է մենք վերցնենք Հայաստանը։ Հայաստանը պետք է վերցնենք մաս-մաս, իր կառույցները կազմաքանդելով։ Ամենակարևորը եկեղեցին է, եկեղեցին ինքը անկախ է, եկեղեցու պահանջները դրվում է, դա ներվայնացնում է Թուրքիային ու Ադրբեջանին, եւ Թուրքիան ու Ադրբեջանը իրանք ոչ թե իրանք ղեկավարների բանով բերանով են ասում, այլ Փաշազադեի անունով, որտեղ Փաշազադեն կրոնական գործիչ է, կրոնական գործիչը կարա մեղադրի։ Հիմա Փաշազադեն փաստացի դառել է Ալիևի եւ Էրդողանի խոսափողը, ինքը դա հայտարարում է, իսկ Նիկոլ Փաշինյանը, քանի որ կախված է Ալիևից Էրդողանից, ինքը Փաշազադեի խոսքերը որպես շրջաբերական պետք է ընդունի եւ կատարի։ Սա է ամբողջ մեր խայտարակ ամոթալի վիճակը մեր մոտ։ Հիմա էս է իրականությունը, ժողովուրդ։ Մենք պետք է հասկանանք, որ մենք պաշտպանելով եկեղեցուն, մենք պաշտպանում ենք ինքներս մեզ, մեր ինքնությունն ենք պաշտպանում, մեր պետականությունը եւ վերջապես մեր անվտանգությունը։ Ամենակարևորն է, որտեղ դու կարող ես չլինել բան, հավատացյալ, կարող ես չլինես, չգիտեմ,
կարող ես հավատացյալ ունես, կարող ես չունես հավատան, դա կապ չունի։ Եթե դու ստեղ քաղաքացի ես եւ քո երեխաների ապագայի համար մտահոգ ես կամ քո անվտանգության համար մտահոգ ես, չես ուզում Արցախի ճակատագիր ունենաս, դու պարտավոր ես պաշտպանել եկեղեցուն։ Ստեղ եկեղեցու խնդիր չի, ստեղ նույնիսկ կներեք անձերի խնդիր չի, սա քո խնդիրն է, քո անվտանգության խնդիրն է։ Այս մարդը քո անվտանգության խնդիրն է գտնում, բայց քողարկված է գտնում, գտնում է այնպես ձևը, որ դու չզգաս։ Սա է ամբողջ խնդիրը, Անժելա։ Եվ կարճ սա մասին խոսենք եւ վերջում արդեն վաղաշաբաթի ընտրություններով այսպես ամփոփենք, որ արդեն սկսել է քարոզարշավն է։ Կմարսի ես երեք էլ այս հարցը բոլոր հյուրերիս տվեցի։ Իսրայելը սա մարսելու է։ Ինչա։ Հրադադար էր, Թրամփը խաղաղության բան ստորագրեց 4 երկրների ներկայությամբ, աջակցությամբ եւ մի քանի օր հետո նույն այդ բանը Իսրայելը շարունակեց։ Տեսեք, ես սովորաբար sense մի ձևակերպում տամ։ Ես ընդհանուր առմամբ միշտ ձեռն պայեմ մնում, քանի որ իմ համար ամենակենտրոնական խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության շահերն է, դա կենտրոնական խնդրի համար։ Եվ քանի որ մենք մազից կախված վիճակի մեջ ենք, ես աշխատում եմ միշտ այլ դրսի խնդիրների վերաբերյալ ոչ թե դնել հումանիստական սկզբունք, այլ մեր ազգային շահերի բանը։ Միգուցե դա այդքան էլ հումանիստական չի, բայց մեր ազգային շահի տեսանկյունից Սիրիայում ինչ տեղի ունեցավ, Իրանում ինչ է տեղի ունենում, այս ամենը չթիրախը նաև Իրանն է, չէ՞։ Տեսեք, վերցնենք Սիրիան։ Հիմա Սիրիայում ես օրինակ տեսնում եմ մեծագույն վտանգ, որ Սիրիան կարող է հայտնվի Թուրքիայի լիակատար Թուրքիայի ազդեցության տակ։ Լիակատար։ Ահա, ասում եք մեզ այդ կապ չունի։ Հիմա բայց մի րոպե, բայց այդ լիակատար Թուրքիայի ազդեցության տակին օբյեկտիվորեն հակադարձում է Իսրայելը։ Այսինքն Իսրայելը չի ուզում, որ Սիրիան հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ։ Մեզ դա շահավետ է, դե իհարկե շահավետ է։ Շարունակեք։ Հիմա տեսեք։ Չէ, շարունակեք։ Տեսեք, քրդերի գործունը էլի Թուրքիան ուզում է, բայց աջակցում է ամերիկացիները։ Մեզ շահավետ է, իհարկե շահավետ է։ Ինչի՞ է շահավետ, հիմա բացատրեմ, որտեվ դա շատ կարևոր է։ Եթե Սիրիան ամբողջովին հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ, Թուրքիան ունենա պրոքսի մի հատ պետություն, այդ պրոքսի պետության ռեսուրսները կարող օգտագործի նաև մեր դեմ։ Քանի դեռ էդի իր բայց ուղղակի այդպես եկեք ասեք Իրան։ Հիմա տեսեք, քանի դեռ իր տակ չի, ինքը դեռ չի կարող այդ խնդիրը լուծի։ Ինքը զբաղված է Սիրիայի ներքին խնդիրներով։ Հիմա տեսեք, Սիրիայի նախագահան եկավ Պուտինի մոտ եւ խնդրեց, որ Ռուսաստանը իր ազդեցությունը շարունակի։ Ինչի խնդրեց։ Ավել ասեմ, որովհետեւ Սիրիայի հարավը ռեալ վտանգի տակ է, Իսրայելը ուզում է իր վերահսկողության տակ վերցնի, Սիրիան չի կարողանում այդ խնդիրը լուծի, Թուրքիան վախենում է բաց հակամարտության մեջ մտնի Իսրայելի։ Դրա համար Սիրիայի նախագահան եկել է խնդրում է ռուսներին, որ ռուսները գան այդ բուֆերային դերը վերցնեն։ Այսինքն դա շատ པարզ խնդիր է, այսինքն մեզ շահավետ է, որ Սիրիան դառնա ավելի շատ ապա կենտրոն իշխանություն, որ կենտրոնական ուժեղություն նույնպես, որպեսզի կենտրոնական իշխանություն չունենա։ Ով է շահավետ, որ ում է շահավետ դա։ Շահավետ է Ռուսաստանին, շահավետ է Իսրայելին, շահավետ է Միացյալ Նահանգներին։ Հասկանալի է, հասկանալի։ Հիմա մեզ դա շահավետ է, մեզ էլ դա շահավետ է։ Ասում եմ, եկեք Իրան, հասկացա, մեր շահը հիմա չկան հավերժ դաշնակիցներ, հավերժ դաշնակիցներ։ Մենք պետք է դա բանը երկաթե օրենք լինի դա, որ մենք գիտակցենք դա։ Մենք պետք է չունենանք մեր մեջ մխված, որ այսի հավերժ թշնամը, մենք գիտենք, որ ես այսօրվան եմ դատում, ես ասում եմ մեր թշնամի երկրի է, դաշնակից է եղել Իսրայելը, իրականացրել է ցեղասպանություն, հիմա մեր դաշնակից երկիր, հարևան երկիր Իրանի հետ ունի խնդիր եւ գալիս է առաջ եւ պրոքսի հետ բան երկրների հարցը, գալիս է Իրաք, դու գնացել եք։ Մենք ունենք էկզիստենցիալ վտանգ, մեծ վտանգ դա Թուրքիան եւ Ադրբեջանն։ Ուզում էի հասկանալ Իսրայելի այս լկտիությունը տարածվելու է Իրանի հետո նորից Ադրբեջանն ուշտա մեզ վրա դրանով է ինձ այդ համը հետաքրքիր եւ նաեւ հումանիստական տեսանկյունից որ ասում եք եթե Հայաստանում փոխվի այս իշխանությունը, փոխվելու է իշխանությունը, Հայաստանը ունենալու է հնարավորություն որոշակի հարթակի դեր կատարել, մերձեցնելու համար հարթակ, օրինակ եմ ասում, տեսեք Ադրբեջանը Իլհամ Ալիևը շատ մեծ դեր է կատարել Էրդողանի եւ Պուտինի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, շատ մեծ, ասեմ դες հիմա շատերը չգիտեն դրա մասին, բայց Ադրբեջանը իր ազդեցությունով, իր հնարավորություններով, ինքը շատ լավ հարաբերություն ունի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ֆանտաստիկ մեծ դերակատար է, որ ռուս-թուրքական հարաբերությունները մերձենան եւ դրանից ինքը օգուտ է քաղել։ Հիմա Հայաստանը, եթե մենք նոր էջ ենք բացի, մենք նոր էջ ենք բացելու, Հայաստանը այլևս պետք է չլինի գավառական մակարդակի կառավարման տարածք։ Հայաստանում պետք է լինի արդեն լայն հորիզոն ունեցող մարդկանց վերնախավ։ Դա շատ կարևոր է։
Հայաստանը պետք է դառնա բաց հարթակ, որտեղ մենք կարողանանք մաքսիմալ մեր դերակատարում ունենանք Ռուսաստանի եւ այլ երկրների հետ, ովքեր Ռուսաստանը որ վատ այդ երկրների հետ փորձենք համադրել մեր հարաբերությունները։ Օրինակ եմ ասում, վաղը մյուս օրը Ֆրանսիան իշխանությունը կփոխվի, որտեղ այս հայտարարությունը որ կա հիմա որ նախագահը Սարկոզին ձերբակալեցին։ Դե հասկանալի է, դա 27 թվականին առնվազն արդեն չի լինելու նախագահ, վաղը Ֆրանսիայի նախագահան որ դառնա մի հատ ուրիշ մարդ, Հայաստանը ունի այդ հնարավորությունը, որ ինքը կարող է այդ հարթակը դառնա, օրինակ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների մերձեցման համար։ Նույն Հայաստանը կարող է նաեւ հարթակներից մեկը դառնալ, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգներում, տեսեք, օրինակ Օրբանը, Հունգարիայի ղեկավարը այդ ֆունկցիան կատարում է։ Իսկ Հայաստանն էլ կարող է կատարել, չէ՞, այդպես ֆունկցիա։ Իսկ ինչու՞ չէ, վաղը մյուս օրը Հայաստանը կարող է, եթե մենք ուժեղանանք, հզորանանք, մենք վաղը մյուս օրը կարող ենք նաեւ այդ խնդիրը փորձենք լուծել նաև Իսրայելի եւ Իրանի միջեւ, որտեղ մեծ հաշվով դա մեծ այսօր ուղղակի շատ նմանություն կա, լի սանձարցակ, բան ամբողջ աշխարհը կանգնած, տեսեք Իսրայելը ինչ է անում, նույն բանն արել ժամանակին Ես մի բան ասեմ, եկեք այդ բանի մեջ չմտնենք, ես կարևոր մի հատ բան ասեմ։ Ռուսաստանում մի հատ միլիարդատեր կա, օլիգարխ կա, Գալիցկի ազգանունով, որը հայ է, ուղղակի ռուսական ազգանով ունի եւ ինքը Կրասնոդարի, այսպես ասած, թիմի ֆուտբոլի բանեկոս։ Ինքը շատ հետաքրքիր մի հատ գաղափար ունի, ասում է, որպեսզի դու կարողանաս խնդիրը լուծես, դու պետք է իդեա ստեղծես, երազանք ստեղծես, այդ երազանքին հասնելու համար այդ իդեան մտցնես հասարակության մեջ, հետո արդեն կառուցես այն միջոցները, որպեսզի այդ երազանքին հասնես։ Տեսեք, նույնը ժամանակին ասեց Իվանիշվիլին, ասեց այդ ամենը դրեց վրացական երազանք, ասեց մենք պետք է ունենանք մի հատ երազանք։ Առասարակ ցանկացած պետություն պիտի ունենա, ժողովուրդ պիտի ունենա երազանք, ազգ պետք է ունենա ազգային երազանք, այդ երազանքին հասնելու, որ երազանքը դու մտցրեցիր քո հասարակության մեջ, այդ երազանքին հասնելու արդեն ճանապարհային քարտեզ է ստեղծում հասնելու համար, իսկ դրա համար դու պետք է արդեն կաղապարներից դուրս գաս։ Մենք ունենք երկու էկզիստենցիալ վտանգներ, մեկը Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնց հետ մենք պետք է էլի կարողանանք կառավարենք մեր հարաբերությունները, որպեսզի մենք վտանգը չեզոքացնենք։ Չեզոքացնելու վտանգը հետևյալն է՝ նորմալ հարաբերություններ հաստատել, մեր վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, բայց մենակ դրանով չի, որպեսզի մենք կարողանանք միջազգային հարաբերությունների մեջ որոշակի դերակատարում ունենանք, մենք պետք է գավառական մակարդակի կներեք գյուղական իշխանություն չունենանք, մենք պետք է լայն մտահորիզոն ունեցող իշխանություն ունենանք, քաղաքագիտական միտք ունեցող իշխանություն ունենանք, որպեսզի ինքը կարողանա այն լայն մակարդակով խնդիրներ լուծի, ինչպես որ նույնպես եմ ասում, Ալիևը լուծեց Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ։ Հիմա ես չեմ ուզում Ալիևին շատ գոհ, բայց իրականությունը սա է։ Մենք այդ մակարդակի իշխանություն չենք ունեցել ցավոք սրտի։ Այ մենք հիմա պետք է այս շանսը, պատոհանը, որ բացվելու է այս մարդուն վռնդելուց հետո, այդ պատոհանը մեջ պետք է մենք ոչ թե նոր գավառական իշխանություն ձևավորենք, այլ պետք է լուրջ մակարդակի, նոր մտահորիզոնի մակարդակի իշխանություն ձևավորենք, որպեսզի կարողանա ձևավորի հայկական երազանքը, նոր հայկական երազանքը, այդ նոր հայկական երազանքի ճարտարապետությունը ստեղծի, մտցնի հասարակության մեջ, որից հետո արդեն առաջարկեն ճանապարհային քարտեզը եւ եթե դա լինի 100% կարող հասնենք հաջողության։ Մեր բոլոր երազանքները ջարդում են եւ երազանքներին չի հանդիպում։ Բայց առնվազն մի զգալի մասին մենք ուրիշ բան եմ ասում, այս մարդը բոլոր մեր ունեցած երազանքներն է կոտրում։ Սա հակաերազանք է, սա մրջաման, սա սենց ասեմ, սա ուրիշ բան է, որը կապ չունի մեր ժողովրդի հետ, ինքը ֆունդամենտալ խաբեց մեր ժողովրդին 18 թվականին, ֆունդամենտալ խաբեց, տարավ մեր ժողովրդին ողբերգությանը, բերեց պատերազմների, խայտարակ զոհերի բերեց, Արցախը կորցրեց, հիմա պետականության, Հայաստանի պետականության քանդման ճանապարհով է գնում, եւ ըստ էության այս մարդը ինելով տգետ գալով իշխանության, այդ իշխանությունը նույնիսկ տգետին ինչ-որ մարդուն բաներ է սովորացնում, այդ մարդը նույնիսկ ունենալով բարձրագույն իշխանություն, ոչինչ սովորեց այդ ամենից։ Մնաց նույն ատելությամբ, իր թիմի հրետորաբանությունը տեսնում ես, ատելությունն ու խուժանությունը, խուլիգանությունը, որ իրանց թափվում է իրանցից պարզապես։ Մարդկանց ցույց է տալիս, թե մարդիկ ոնց են մտածում, ինչ մտահորիզոն ունեն, այդ մարդիկ ինչ կարան անեն։ Այդ մարդիկ իրանց ընտանիքները չեն կարող ելույթ մնաց պետություն կարողան կառավարել։ Սրա մասին է խոսքը։ Եվ դրա մենք պետք է իսկապես կարողանանք ձևավորենք մի այնպիսի դիմադրության կենտրոն, որից հետո մենք կարողանանք փոխենք այս իշխանությունը, առաջարկենք իսկապես այդ ազգային երազանքը։ Ձեր կոչը վաղաշապացիներին։ Ես իմ կոչը վաղաշապացիներ, հարգելի վաղաշապացիներ, ընտրությունը դա այն ճանապարհն է, որով մենք հնարավորություն ունենք այս մարդկանց փուլ առ փուլ փոխելու։ Այսօր կլինի վաղաշաբաթը, վաղը կլինի Երևանը արդեն։
Վաղար շաբաթում փոփոխության համար դուք առաջին հերթին պետք է գնաք ընտրության։ Այս մարդը բոլոր կեղծարներին ունական բոլոր բաներին։ Տեսեք, այս համայնքները իրար հետ միացնելուց հետո օրենքով մոտավորապես մոտ 65000 մարդ ընտրող պետք է լիներ, հիմա հրճակել են ձևակերպել են, որ 70 մոտավորապես 5000 մարդու, այսպես ասած, ավելցուկ առաջացել, այսինքն այս մարդիկ ունեն պոտենցիալ կեղծարարության մեծ պոտենցիալ, շատ մեծ պոտենցիալ։ Եվ որպեսզի մենք կարողանանք խափանենք, ինչպես որ Գյումրիում խափանվեց այդ ամեն ինչը, դուք պետք է ակտիվ մասնակցեք այս ընտրություններին։ Եթե դուք չմասնակցեք այդ ընտրություններին, դուք վաղը կպարտվեք։ Սա այն տարբերակն է, որ դուք ասում եք մասնակցեք, որ չպարտվեք։ Դա շատ կարևոր խնդիր է, որովհետև դուք պարտվեցիք, կպարտվեք նաև ձեր երեխաների դուք պարտություն կկրեք նաև ձեր երեխաների ապագան։ Սա ամենակարևորն է։ Շնորհակալություն։